Երրորդ հանրապետությունը 1990 թվականին իր հռչակումով ըստ էության արձանագրել է, որ պետության նպատակը պայմանական ասած պատմական արդարության վերականգնումն է։ Եվ սրանից բխել են նաև որոշակի գործողություններ եւ ըստ էության այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը եւ Ղարաբաղյան շարժումը այդ հայեցակարգի գործնական իրագործման ուղղություններից մեկն է եղել։ Ես այս խնդրին իհարկե կանդրադառնամ ավելի մանրամասն, միևնույն ժամանակ ընդունելով, որ ավագ եւ միջին սերնդի առանց բացառության բոլոր քաղաքական գործիչները սերում են, ծագում են հենց Ղարաբաղյան շարժումից։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսինքն ես ինձ էլ համարում եմ միջին սերնդի քաղաքական գործիչ, մեր կառավարության մի զգալի հատվածը միջին սերնդի քաղաքական գործիչ է եւ նույնիսկ նոր սերնդի քաղաքական գործիչների մի զգալի մասը սերում է Ղարաբաղյան շարժումից։ Սա ես ինչի համար եմ ասում, որովհետեւ սա էական արձանագրում է, բայց նաև վերջին 8 տարվա մեր պրակտիկ գործունեությունը, ընդ որում մեր պրակտիկ գործունեության մեջ կա մի շատ կարևոր եւ առանձնահատուկ նրբություն։ Մենք այդ գործունեության ընթացքում բացել ենք էջեր, որոնք նախկինում բացված չեն եղել երբեք, այն կանխավարկածով, որ տրամաբանությամբ այդ էջերի բովանդակություն պարզ է եւ բոլորին հայտնի է։ Մենք ասել ենք շատ լավ, պարզ է, բոլորիս հայտնի է, բայց եկեք մի հատ էլ կարդանք այդ էջերը, կարդանք, տեսնենք, թե ինչ է գրված այդ էջերում։ Եվ այդ էջերի ընթերցումը եւ այդ էջերի հետ գործնական, այդ բովանդակության հետ գործնական առնչություններն են, որ մեզ եւ նաեւ ժողովրդի հետ գործնական առնչություններն են, որ մեզ բերել են խաղաղության օրակարգին, որից բխում է նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ հակառակը։